Ցավոք սրտի կրկին պետք է անդրադառնանք մի ցավոտ իրավիճակի, որը ստեղծվել է մեր դատական համակարգում եւ դեռևս չի ստանում իր վերջնական հանգուցալուծումը, խոսքը գնում է նրա մասին, որ այն դատական գործերը, որտեղ որպես այսպես մեղադրյալ կամ տուժող հանդես են գալի օտարերկրյա քաղաքացիները, այդ նիստերը որպես կանոն տապալվում են, հետաձգվում են, որովհետև ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չի ապահովում թարգմանիչների ներկայացումը տվյալ դատական նիստերի եւ հունվար ամսին ես ունեցել եմ 4 դատական նիստ, որտեղ օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն են պաշտպանել որպես քրեական գործերով փաստաբան, մեկը Հարավ Կորեայի քաղաքացի է, Հնդկաստանի, Ռուսաստանի քաղաքացի եւ Չինաստանի Եվ բոլոր այս գործերով մենք ունեցել ենք խնդիր, թարգմանիչները ներկա չեն եղել, դա բերել է նիստերի հետաձգման, իհարկե տվյալ անձինք դժգոհություն են հայտնել, որոշ դեպքերում արդեն դա նաև այդ ինֆորմացիան հասել է տվյալ երկրների դեսպանատներ, իմ հետ որոշ դեսպանատներից կապ են հաստատել իրավիճակը պարզաբանելու համար, եւ այս ամենը իհարկե մեր երկրի հեղինակության առումով շատ վատ է կարծում եմ, եւ որքան ես հասկանում եմ, խնդիրը նրանում է կայանում, որ չկան այսպես լիարժեք կնքված պայմանագրեր թարգմանչական ընկերությունների հետ եւ ինձ հայտնի, ամենայն դեպս տեղեկությունների համաձայն կարծես թե նաեւ ասում են, որ որոշ դեպքերում ոնց որ խորհուրդ են տալի կամ օրդորել են, որպեսզի դատարանները ինքնուրույն գտնեն թարգմանիչներ, իրենց հրավիրեն, որ պետությունը վարձատրի, բայց այստեղ խնդիրը առաջանում ոչ միայն նրա հետ, որ դատարանների համար դա լրացուցիչ գլխացավանք է փնտրել, այսպես թարգմանիչներ, այլ նաև այդտեղ խնդիր կա վարձատրության չափի հետ եւ այն վարձատրության չափը, որը դատարաններից ոնց որ որոշ թարգմանիչներին առաջարկում են, իրենց համար ձեռնտու չէ եւ իրենք ուղղակի չեն համաձայնվում այդ գներով կամ տվյալ պայմաններով թարգմանչական ծառայությունները ապահովել, որը ուղղակիորեն ուրեմն այսպես արդարադատության մեր համակարգի համար շատ լուրջ խնդիր է առաջացնում այս իրավիճակը, գործերի նաև ձգձգման առումով եւ այլն, եւ ես ասենք օրինակ ունեմ գործեր, որ ենթադրենք հունվարին նիստը պետք է լիներ, թարգմանչի բացակայության պատճառով նիստը հետաձգվել է մարտ ամսին, բայց տվյալ անձը, ասենք օտարերկրյա քաղաքացի է, գտնվում է, ասենք կալանավայրում Եվ այս տեսակետից իր համար ուղղակի կամ իր հարազատների, մերձավորների համար անհասկանալի է, որ ենթադրենք, 2 ամիս իրանց որդու դատական նիստը հետաձգվել է եւ նիստը չի կայացել, միայն նրա պատճառով, որ պետությունը չի կարողացել ապահովել թարգմանություն։ Եվ այստեղ հենց խնդիրը նաեւ նրանում է կայանում, որ օրինակ դատավորներն էլ, որոնք օրինակ հունվարի նիստը այդ պատճառով հետաձգում են փետրվարին, ասում են դե հույս ունենք, որ գոնե մյուս նիստը, որ փետրվարին այսօր նշանակում ենք, կկայանա եւ կկարողանանք գոնե ապահովել թարգմանիչների ներկայությունը եւ ըստ էության վերջին նիստը, որը այսպես այդ պատճառով էլ կարելի է ասել չկայացավ, նրա հետ կապված էր, որ այնտեղ 2 մեղադրյալ էին, մեկը Չինաստանի քաղաքացի էր, մյուսը Ալժիրի քաղաքացի էր, ես Չինաստանի քաղաքացու պաշտպանն էի եւ ոչ չինարենի, ոչ արաբերենի թարգմանիչներ ուղղակի ներկա չեն գտնվել դատական նիստերին հենց այդ պատճառով Երբ որ ես ինքս հենց բախվեցի հենց հունվարի սկզբին այս 2 դեպքերին, երբ որ հունվարի 5-ին, հունվարի 8-ին նշանակված նիստերը այդ հիմքով հետաձգվեցին, ես ահազանգեցի եւ անդրադարձա հարցազրույցի ձևաչափով այս խնդրին, հույս ունենալով, որ արագ լուծում կստանա, բայց երբ որ արդեն 3 նաեւ հունվարի 20-ի դրությամբ կրկին բախվեցի այդ երևույթին, ակնհայտ դարձավ, որ ինչ հանգամանքներից ելնելով այդ խնդիրը դեռ մնում է չլուծված, փորձեցի ինչ-որ տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հավաքել, ասենք, թե ինչու՞մն է կայանում խնդիրը եւ այն ինֆորմացիան, որը ստացա տարբեր աղբյուրներին, այսպես հարցազրույցի շրջանակներում փորձեցի ներկայացնել եւ կրկին հույս եմ հայտնում, որ պատկան մարմինները պատասխանատու անձինք
կգտնեն արդյունավետ լուծումներ, որ այլևս այս խնդիրը չառաջանա եւ մեր երկրի հեղինակությունը եւ ամենակարևորը արդարադատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, արդար դատաքննության իրավունքը այդ տեխնիկական պատճառով չտուժեն։